Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ես կոնֆլիկտի վերաբերյալ կուզենայի մի քիչ խոսակցությունը բացեինք, ըստ էության խաղաղության 4-րդ հանրապետությունը խաղաղության հանրապետություն է լինելու, նախ արձանագրենք, որ այդ տարընթերցումները, տարընկալումները եւ տարամեկնաբանությունները մի կողմ ենք թողնում, որ փաստորեն պետքա նոր պետություն ստեղծվի, այս հինը պետքա ինչ-որ իրավական առումով սա տեղի չի ունենալու եւ բնականաբար մենք հիմա ապրում ենք այս միջավայրում կամ զարգացնում ենք այս միջավայրը, բայց կուզենայի խոսակցություն շարունակել կոնֆլիկտի եւ խաղաղության մասին քննարկումով ինձ համար մի քիչ բարդ է այս մասին խոսելը, որտեղ ես շատ երկար ժամանակ տեսականորեն, գուցե նաև երբեմն գիտականորեն եւ քաղաքականապես փորձել եմ համոզել մարդկանց, որ կոնֆլիկտը եւ անկախությունը պարզապես ժամանակագրորեն են համընկել, ոչ թե միմյանց հետ կապակցված են կամ իրարից բխեցված են, նկատի ունեմ Ղարաբաղյան շարժումը եւ Հայաստանի Հանրապետության անկախությունը ժամանակագրական համընկնում են, ոչ թե միմյանց հետ փոխկապակցված երևույթներ, բայց ես երբ որ դուք այդ ձեր ռիլը արեցիք, որ ասացիք առաջին կետով տարբերությունը հենց այդ էիք նշում, ես հիշեցի, որ մենք մի քաղաքական գործիչ ունենք, որը հարթակից հայտարարեց բառացիորեն հետևյալ նախադասությունը, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է, որ սպասարկի Ղարաբաղյան կոնֆլիկտը, այլ ֆունկցիա ու նպատակ նա չպիտի ունենա։ Բառացիորեն այս հայտարարությունը արեց ու ես հասկացա, որ իրականում ես ինչքան էլ փորձում եմ ջանում եմ այս մյուս գաղափարի շուրջ համախոհներ գտնել, մարդկանց մեծ մասը այդպիսի զգացողություն ունի, որ Հայաստանի Հանրապետությունը եւ կոնֆլիկտը իրարից անտարանջատելի են, այսինքն մեկը տարանջատես, մյուսը կմեռնի, այս միտքն էր, որ ինձ հետևում էր, էլի հետապնդում էր եւ ըստ էության մենք նաեւ կոնֆլիկտի տրամաբանությունից դուրս գալու այս պնդման հետ, հարաբերվելու ինչ որ ձև ենք գտնում, ինչպես մտնել խաղաղության տրամաբանության մեջ։ Գիտեք, ինչ որ նկարագրում եք այդ շատ տրամաբանական է, սոցիալ հոգեբանական առումով, որովհետև հիմա ես նոր մտածում եմ իմ քաղաքական գործունեության մեկնարկի մասին։ Ես ինչքան էլ դա մի քիչ կարող է բան թվալ, տենց մի քիչ սխալ հնչել, ես իմ քաղաքական գործունեությունը, որպես երբ որ ես սկսել եմ հանրային գործունեությամբ զբաղվել, ես 7-րդ կամ 8-րդ դասարանում եմ եղել, եւ դա եղել է Ղարաբաղյան շարժման առիթը։ Այսինքն մենք դասադուլ ենք արել, իմ եւ մեր խմբի կոչով մեր դասընկերները կոմերիտմության իրենց տոմսերն են դրել, դա կապված է եղել Ղարաբաղ, ես միջև այդ պահը չեմ իմացել ինչա ցույց, ինչա երթ եւ ընդհանրապես բնականաբար շատ բան չենք իմացել եւ այդ վախը իմիջայլոց այդ ընկալումը ես նկատում եմ դա բնական է, որովհետեւ մեր ամբողջ քաղաքական ինքնությունը մեր ընկալմամբ կապված է եղել կոնֆլիկտի հետ։ Այդ որ մարդիկ ասել են առանց Ղարաբաղի չկա Հայաստան, ինչի համար են ասել, որովհետև ասել են պատճառահետևանքային ձեր նշած կապերը հասկանալով, որովհետև այո, դուք մի քաղաքական գործի մասին եք ասում, բայց ըստ էության քաղաքական հետազոտությունը ցույց է տալիս, ի վերջո շատ կան, եթե դուք ուսումնասիրեիք երրորդ հանրապետության պատմությունը, որտեղ Ղարաբաղյան շարժման տարբեր թևերը հետագայում իրար նկատմամբ քննադատական վերաբերմունք են ասում, Ղարաբաղյան շարժումը սկսել է Լենին պարտիա Գորբաչով, կարգախոսով եւ հույսը այն է եղել այն տրամաբանությամբ, որ Խորհրդային Միությունը, Կոմկուսը որոշում կկայացնի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին։ Հետո երբ որ տեսել են, որ դա տեղի չի ունենում, ասել են մենք այս տրամաբանությունը զարգացել է այնպես, որ եթե ուրեմն Խորհրդային Միությունով չի լինում լուծել հարցը, ուրեմն պետք է գնալ անկախության ճանապարհով, որ այդ հարցը լուծել։ Եվ այն ժամանակ էլ թևեր են եղել, այդ միջև հիմա էլ հիշատակում են, որ մի մաս կար 88-ին, որ ի սկզբանե իրենք ասում են, որ մեր նպատակը պետք է լինի անկախությունը,
մյուս մասի համար նպատակը Ղարաբաղն էր եւ հետո ինչ որ պահի խաչվեց, անկախությունը էլի դարձավ ոչ թե նպատակ, այլ միջոց Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Այստեղ որ ես երբ որ մենք խոսում ենք ֆորպոստի տրամաբանության մասին, ֆորպոստի տրամաբանությունը մենք հայ քաղաքական իրականությունը փոթորկվել է, երբ որ ռուսաստանցի մի բարձրաստիճան պաշտոնյա հայաստանցի մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանի ֆորպոստ լինելու մասին։ Իրականությունը շատ ես այդ ժամանակ ակտիվ լրագրող էի, մեծ փոթորիկ եղավ Հայաստանում այդ հայտարարության առիթով։ Բայց հետագայում ես հասկացա, որ իրականում ուրիշները չեն մեր ֆորպոստ սահմանման հեղինակը, մենք ինքներս ենք։ Այսինքն ֆորպոստը ինչ է, հենակետ, այսինքն այո, եւ այդ մնացած տրամաբանության մենք Հայաստանի Հանրապետությունը մեր ընկալմամբ ֆորպոստ է մեր երազած հայրենիքը գտնելու համար, այսինքն մեզ համար բազա է, որպեսզի գտնենք մեր երազած հայրենիքը, բազա է, որտեղ մենք կենտրոնանում ենք մեր երազած հայրենիքը գտնելու համար։ Եվ սա մեր ճիշտ հասկացեք, ես էլի եմ ասում, դուք ասում եք, որ այո կան մարդիկ, ովքեր ես այդպես չեմ մտածել, ես էլ եմ այդպես մտածել, ես ձեր ասածի նման չեմ մտածել, որտեղ ես ինքս Ղարաբաղյան շարժման ծնունդ եմ։ Ես չգիտեմ, եթե Ղարաբաղյան շարժումը չլիներ, ես քաղաքականությամբ կզբաղվեի, թե չէի զբաղվի, հանրային գործունեությամբ կզբաղվեի, թե չէի զբաղվի։ Եվ շատ կարևոր է այդ տրանսֆորմացիան ի վերջո, ես երբ որ տարբեր մարդկանց հետ խոսում եմ, տեսեք, ես խոսում եմ իրական Հայաստանի գաղափարախոսության եւ այլնի մասին, ես ասում եմ, ես ուրիշների մասին չեմ խոսում։ Ես իմ մասին եմ խոսում։ Ես փոփոխությունը, ես ուրիշներին չեմ կոչ անում, որ այդ փոփոխությունը տեղի ունենա։ Ես պատմում եմ իմ ընկալման փոփոխության մասին եւ այդ ընկալումն էլ այդ դավաճանության տրամաբանությունն էլ այդտեղից է գալիս, որ ըստ էության այդ խոսակցությունը իմ մեջ էլ կա, բա մի րոպե, բա դու Ղարաբաղի շարժման ծնունդ ես, հիմա ասում ես Ղարաբաղյան շարժումը պետքա տեղի չունենա։ Այո։ Եվ այդ է պատճառը նաև, իսկ սա ինչ բացատրություն ունի։ Ինչն է այս բացատրությունը։ Սա ռևոլյուցիոների էվոլյուցիան է։ Այսինքն էվոլյուցիա հայերեն էվոլյուցիա է, ես որպեսզի դրա համար եմ ասում, այսինքն հեղափոխականի էվոլյուցիան է։ Երբ որ դու ի վերջո ու սա շատ իմիջիայլոց էվոլյուցիան ինչ է եւ ինչի մասին է։ Հարմարվողականության միջավայրին։ Չէ, բայց դա ինչի մասին է։ Որ ողջ կենսունակության մասին է, որովհետև այսօր եւ կյանքի պատմությունը ինչա ցույց տվել, եղել են տեսակներ, որոնք կենսաբանության մեջ, կենսաբանության, կյանքի քաղաքականության մեջ, չէ, ես էլ քաղաքականության չեմ անդրադառնում, եղել են կյանքի տեսակներ, որոնք վերացել են, որովհետև իրենք ի վիճակի չեն եղել էվոլյուցիա ապրել, որովհետև իրենք դա չի նշանակում, որ այսինքն իրենք չեն փոխվել, ապրել են նրանք, ովքեր էվոլյուցիա են ապրել, եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց դրա մասին է, որ վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, այլև կենսական անհրաժեշտություն է, եւ իմիջիայլոց եկեք մենք մեզ հիշենք 2020 թվականի սեպտեմբերին 27-ից առաջ սեպտեմբերի եկեք մենք մեզ հիշենք 2020 թվականի նոյեմբերի 8-ին եթե մենք այս էվոլյուցիայի ճանապարհը չանցնենք մենք հիմա պետականություն չենք ունենա այսինքն մենք հիմա եւ ես իմ ելույթում նշեցի քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովում էլի զուգահեռը բերելով ես ասացի որ այն ժամանակ ասել եմ որ եթե մի քանի տարի մեր պետականությունը պահպանենք մեր պետականությունը կպահպանենք տասնամյակներով հիմա մենք մեր պետականությունը
տասնամյակների հեռանկար ենք բացել, հարյուրամյակների եւ հարատեվության հեռանկար ենք բացել մեր պետության առաջ, որի միջայլոց 2018 թվականից մեր ռազմավարական թիվ 1 նպատակն է եղել։ Մեր ռազմավարական թիվ 1 նպատակը պետության հարատեվությունը ապահովել։ Ընդ որում 18 թվականին մեր ծրագրում էլ վերափոխման մասին կա, անհատական մակարդակում վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, նաև խրախուսելի է անհատի վերափոխման մասին, այս մասին ձեր խոսելու ընթացքում որ մտածում էի, ուրեմն հանրային կյանքի ուրիշ ոլորտների, ուրիշ իրավիճակների մասին խոսելիս իմ ուսանողներից մեկը մի այսպիսի դիտարկում արեց, ասաց, որ մենք անդադար պահանջում ենք, որ մարդիկ չորեքշաբթի օրը մտածեն նույն բանը, ինչ որ մտածել են երկուշաբթի օրը, առանց հարցնելու, թե ինչա տեղի ունեցել երեքշաբթի։ Այսինքն այս քաղաքական հետևողականությունը պահանջում ենք, ակնկալում ենք, որ միշտ նախորդ ասածը այսօրվա երկուշաբթի օրվա ասածն ու չորեքշաբթին նույնը լինի եւ չենք հետևում, թե ինչ տեղի ունեցավ երեքշաբթի, որ այդ մարդու ասելիքը փոխվեց, ու սա Հայաստանի քաղաքական կյանքի բանն է։ Երևի խնդիրներից է, որ մենք անդադար քաղաքական հետևողականություն ենք փնտրում, բա դու այն ժամանակ սենց էիր ասում, հետո նենց ասեցիր, միշտ իրականում մենք պետք է հարցնենք, թե քաղաքական երեքշաբթի օրերին ինչ է տեղի ունեցել եւ միգուցե այն պատմություն, որ դուք պատմում էիք սեպտեմբերից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածը այդ երեքշաբթին է այդ իմաստով, թե ինչ մեզ հետ տեղի ունեցավ, թե ոնց մենք փոխեցինք էլի մեր հայացքը դրա նկատմամբ ու բան գիտեք ինչ կներեք ես մի քիչ ձեր նշած օրինակը վատը չի, բայց ես սովորաբար մեկ ուրիշ օրինակ եմ բերում, երբ որ 10-րդ դասարանցում կամ 12-րդ դասարանցում հիշեցնում են, թե ինչպես էր ինքը 3-րդ դասարանում ոտանավոր արտասանում։ Ինձ միջև հիմա հիշեցնում են։ Չէ, ես նկատի ունեմ, հասկանում եք, այս շատ կարևոր բան է, որ իրենք որովհետև եթե դու 7 տարի հետո դեռ շարունակում ես այդ 3-րդ դասարանի քո ոտանավորը արտասանես, այս նշանակում է դու ընդհանրապես չես զարգացել։ Այդ բանում Facebook-ում ինչ որ բաներ ա բերում, մեջբերումներ ա բերում, նկարով եւ այլով, որը այս վերջերս դասականներից մեկից մեջբերում բերել էր, ես վստահ չեմ, որ մեջբերումը ճիշտ է։ Հա, բայց ինքը նախադասությունը շատ լավ էր։ Նախադասությունը հնչում էր հետեւյալ կերպ, որ տգետը նա է, ով չի փոխվում։ Այս շատ կարևոր բան է, բայց հիմա փոխվելու տրամաբանությունը ես էլի մի քիչ այլ կերպ եմ նայում մեր այս իրավիճակը տրանսֆորմացիան։ Ես ոչ այնքան խոսում եմ փոփոխության մասին կամ փոփոխություն ես պատկերում եմ էլի նոր կտակարանի արտահայտությամբ, որ ասում է պիտի նայես եւ պիտի չտեսնես, որովհետեւ այն ինչ որ մենք հիմա գիտենք, հասկանում եք, դա օբյեկտիվ իրականություն էր նաև 10 տարի առաջ։ Եվ պիտի լսես եւ պիտի չիմանաս, այն ինչ որ մենք այսօր գիտենք, այդ կարող ենք լսում ենք, կարող ենք այդ կար օբյեկտիվ իրականությունը, կար նաև բանը, կար նաև 20 տարի առաջ։ Այդ ես օրինակը կարող եմ բերել, ասենք Պլուտոնը ինքը վերջին մի քանի միլիարդ տարին եղել է իր տեղում, բայց մարդկությունը այդ ամերիկան հայտնաբերելու պես է, էլի։ Հա, կամ Միացյալ Նահանգները, Ամերիկա մայրցամաքը եղել է իր տեղում, հասկանում եք, եղել է իր տեղում։ Հայտնաբերեցին վերածննդի շրջանում, բայց իրականում կար։ Բայց իրականում կար, այն ինչ որ մենք հիմա խոսում ենք, այդ ամենը կար։ Այդ ամենը 19-ին էլ կար, 18-ին էլ կար, 15-ին էլ կար, 10-ին էլ կար, 2000-ին էլ կար, 95-ին էլ կար։ Ինչի մենք այս ամեն ինչը չենք հասկանում, որովհետև 3-րդ դասարանում էինք։ Ու տենց շարունակում ենք 3-րդ դասարանում մնալ։ Այստեղ խնդիրը հետևյալն է։ Ես աշխարհը շարունակում է ընկալել
որպես 7-րդ դասարանցի, որ Ղարաբաղի հարցով ցույց է անում Իջևանում եւ կազմակերպում է կոմերցիոն տոմսերը վայր դնելու կամ կոչ է անում կոմերցիոն տոմսերը վայր դնելու այդ process-ը։ Այսինքն սրա մասին է խոսքը, ինչ ենք ասում, որ սա նաև կյանքի հաղթանակ է, ծնկի գալով մեր զոհված մեր ընկած եղբայրների հիշատակի առաջ եւ համարելով որ սա 4-րդ հանրապետությունը մեծագույն հարգանքի տուրքն է նրանց զոհություններին, որովհետեւ այդ թվում նրանց զոհությունները մեզ ստիպեց նայել եւ տեսնել այն ինչ որ մենք չենք տեսել ցավոք նախորդ շրջանի զոհությունների հետևանքով։ Պարոն վարչապետ, դուք մի անգամ ազգային ժողովի ամբիոնից ասացիք, որ դուք Հայաստանի վարչապետ դարձաք հոկտեմբերի 6-ին 22 թվականի։ Ես հիշում եմ դրան նախորդած դեպքերի ժամանակ սեպտեմբերի 14-ին կառավարության հետ հարցպատասխան ժամանակ դուք այդ օրը ասացիք, որ պատրաստ եք ստորագրել մի թուղթ, որը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականություն եւ թվով էլ նշեցիք ու դրանից հետո իհարկե քաղաքացիները ցույց արեցին ազգային ժողովի դիմաց ոչ այնքան բան, բայց էլի ոնց որ ռեակցիա առաջացրեց մարդկանց մոտ դա ու ես հիշում եմ որ երբ որ դրանից առաջ խմբակցության նիստի էինք մենք ու քննարկում էինք մոտավորապես այդ հարցը ու ես հիշում եմ որ դուք որոշում նման հայտարարություն անելու մինչև վերջի պահ խմբակցության նիստից դուրս գալ չունեիք ու բանավեճ կար դրա շուրջ այդ որոշումով չենք դուրս եկել ես կուզենայի նաև առիթը օգտագործելով փորձել հասկանալ թե ինչ է տեղի ունեցել 20 թվականից հետո մինչև 22 թվականի սեպտեմբերի 14-ը որտեղ դե Պրահան արձանագրում է էլի մեր սեպտեմբերի 14-ի բանը հայտարարությունը ձեր այդ ուղղակի թղթային արձանագրում է բայց ինչ որ բան տեղի է ունեցել ինձ թվում է մենք երևի տրամաբանորեն գիտենք որ դա ջերմուկի Հայաստանի վրա հարձակումներ բայց բանի այդ քաղաքական հասունության քաղաքական շրջափուլերի առումով ինչ տեղի ունեցավ որ այդ հայտարարությունը ծնվեց էլի ես դրա մասին եմ պատմել ազգային ժողովին որովհետև ես ասացի երբ որ հապկի դիրքորոշումն էր որ դե սահմանը ոնց որ սահմանազատված սահմանագծված չի, պարզ չի եւ այլն, իսկ դրանից առաջ ասվում էր որ Հայաստանի սահմանը հապկի համար կարմիր գիծ է։ Այսինքն եւ այդ խոսակցությունը ինձ չէր կարող չբերել մի հետեւության կամ առնվազն հարցադրման ոնց որ ոնց մի րոպե հապկը փաստորեն հապկի համար այդքան էլ հասկանալի չի որ նա Հայաստանի Հանրապետությունը եւ հաջորդ փուլին էլի ինքնահայեցումն է գալիս բայց մի րոպե դու էլ ես հապկի անդամ դու էլ հապկի այդ ժամանակ նախագահողն էիք կարծեմ նախագահող մի րոպե դու հապկի նախագահողն ես բայց դու գիտես դու ճանաչում ես Այսինքն ասում եմ հապկը ոնց որ չի ճանաչում Հայաստանի, բայց մի րոպե դու Հայաստանի հապկի նախագահողն ես ու Հայաստանի վարչապետ, բայց դու ճանաչում ես։ Ոնց է, որտե ես ճանաչում Հայաստանի, որովհետև այդ պահին, միջև այդ պահը, ես Հայաստանի Հանրապետության վարչապետը չէի։ Ես հայոց վարչապետն էի, հասկանում եք։ Եվ այդ բանը, որ այդ անդադ խոսվում է, այդ դրանից հետո եմ ես ասում, հայոց բանակ, երբ որ ասում ենք ժողովուրդ, հայոց բանակ, այդ ինչ նշանակում։ Այսինքն այդ բանակը նաև ամենայն հարգանքով, ես չեմ ուզում կոնկրետ, միշտ Ուրուգվայի օրինակն եմ բերում, որպես ամենահեռու, բայց հեռուներից նշանավոր հայահոց, այսինքն նաև Ուրուգվայի Ուրուգվայի հայերի բանակն է, ինչ խնդիր է լուծելու բա այդ դիտանկյունից։ Հայոց վարչապետ, երբ որ խոսում է համազգային դիրքորոշման այո, իղձերի, այդ համազգային իղձերը նաև երրորդ հանրապետության հիմնադրման հիմքում են, եւ երբ որ դու սկսում ես, այստեղ կարևորն է, ուրիշ կա երկու ռեժիմ, որ դու այդ ամեն ինչին լուրջ չես վերաբերում, ասում ես հա լավ մի բան ասել ենք էլի։ Եվ սա մեր իրականության հաջորդ ամենակարևոր առանձնահատկությունն է։ Հա դե լավ դե այդքան բայց ես էլի եմ ասում, այդ տեքստերը, այդ նույնը համակարգչային ծրագրի նման է։
Այդ տեքստերը մեր սոֆտերն են կոպիտ ասած, որով մեր մտածողության ձևերը ձևավորվում են։ Լավ համազգային Հայաստանի Հանրապետությունը պետք է համազգային իղձերը իրականացնի։ Եվ հարցա ծագում, ասում ենք, մանավանդ աշխարհակաղակական որոշակի լարվածությունների պայմաններում 10 միլիոն հայեր։ Չէ, նախ էտել է հարց։ Էտել է հարց։ Անդադ ասում ենք 10 միլիոն հայ, ով է հաշվի։ Ով է հաշվի։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասեմ, ոնց ենք մենք պատրաստվում մեկտեղել Ուրուգվայի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Լեհաստանի, Իրանի, Իսրայելի, Ռուսաստանի հայերի իղձերը եւ նրանց ակնկալիքներն ու ընկալումները մեկտեղել եւ դրանով ապահովել ինչ որ մի վեկտոր քաղաքական դա կներեք ես նույնիսկ չեմ ասի որ դա անհնար է դա քաղաքականապես ոչ հասուն խնդիր է բայց մենք պետք է նաեւ բան անենք մենք առերեսվենք որ մենք այդ ես այդ տրամաբանության մեջ եղել եմ այո ես այդ տրամաբանության մեջ եղել եմ եւ դա այս դեպքում վատ չի այս դեպքում լավ է որովհետեւ այնպես չի որ ես կամ մենք կողքից որպես խելոք եկել ենք եւ սկսում ենք ինչ որ բան բացատրել ոչ ասում ենք մենք միջին վիճակագրական Հայաստանի քաղաքացիներ ենք Եվ դա լավ է որ մենք միջին վիճակագրական Հայաստանի քաղաքացիներ ենք, որովհետև մենք այդ նշանակում է մեր հաղորդակցությունը եւ իրականության հետ է, եւ պատմության հետ է, եւ պետության հետ է, եւ Սփյուռքի հետ է, եւ մենք մեր տեղեկատվությունը բանավոր կամ այդ օրգանական կապով կարող ենք հաղորդակցվել մեր ժողովրդի հետ, ինչն էլ տեղի է ունեցել, ինչն էլ տեղի է ունենում։